Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացված հսկայածավալ աշխատանքից հետո առաջին անգամ պատկերասրահի տնօրենը հանդես է գալիս ամփոփիչ ասուլիսով, ըստ էության ներկայացնելով կառույցի վերափոխման ամբողջ պատմությունը։ Այդ ընթացքում պետական ֆինանսավորմամբ, մասնավոր հատվածի աջակցությամբ եւ սեփական եկամուտներով վերանորոգվել, արդիականացվել է պատկերասրահի գլխավոր մասնաշենքն իր 8 հարկերով, տեղադրվել է 5 նոր վերելակ եւ ամբողջ համակարգը համապատասխանեցվել է արդիական միջազգային չափանիշներին։ Մենք վերանորոգել ենք այս 4 տարիների ընթացքում 8000 քառակուսի մետրից ավելի տարածք։ Դա ահռելի տարածք է իհարկե ոչ միայն այս մասնաշենքում, այլ նաև մասնաճյուղերում, շուրջ 6000 քառակուսի մետր գլխավոր մասնաշենքում եւ շուրջ 2000 քառակուսի մետր մասնաճյուղերում։ Ջերմախոնավային պայմանների փոփոխության շնորհիվ մենք այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր մշտական ցուցադրության նմուշները լիարժեք ապահոված են եւ լիարժեք ապահով են։ 2020-25-ի ընթացքում իրականացվել է հայաստանյան եւ միջազգային ավելի քան 300 ցուցահանդես, որոնցից 90-ը միայն 2025-ին, գրանցելով 77% աճ 2019-ի համեմատ։ Պատկերասրահում շարունակվել են առանցքային նվիրատուներ եւ նվիրատվություններ, վերականգնված ցուցանմուշի պատմություն, մեր սարերը, հեռապատումներ, նախագծերը եւ նոր արդիականացված սրահներում ժամանակավոր ցուցադրությունների ճկուն համակարգերը հատկանշվում են նորագույն տեխնոլոգիաների, պրոյեկցիաների, VR միջավայրերի ձևավորման լայն կիրառմամբ։ Այսօր վերանորոգման 4-ամյա ընթացքից հետո պատկերասրահը ներկայանում է նոր մշտական ցուցադրությամբ եւ որակապես նոր հայեցակարգով ու գիտացուցադրական ռազմավարությամբ, ընդգծելով միջազգային դիրքավորման կարեւորությունը։ Այսօրվա մեր էքսպոզիցիան միտված է հիմնականում հայկական կերպարվեստի միջազգային դիրքավորման վրա։ Այսինքն այսօր մեր նոր հայեցակարգով հայկական կերպարվեստը ներկայանում է որպես համաշխարհային կերպարվեստի լիիրավ բաժին, որը շատ կարևոր է մեզ համար։ Մինչ այդ մեզ մոտ բաժանումը գնում էր եվրոպական, ռուսական, հայկական։ Եվ դա արդեն փոխում է կոնցեպտը, երբ դու ամբողջ այս արվեստը դիտարկում ես որպես համաշխարհային կերպարվեստ, եւ սրանցից յուրաքանչյուրը որպես համաշխարհային կերպարվեստի մի կարևոր արժեքավոր բաժին։ Իր տրամադրության տակ ունենալով Հայաստանի վերականգնման եզակի արվեստանոցներից մեկը, պատկերասրահը մշակութային արժեքների վերականգնումը հռչակել է իր գլխավոր առաջնահերթություններից մեկը։ 2020-25 թվականներին արվեստանոցի մասնագետները վերականգնել եւ ամրակայել են շուրջ 2000 թանգարանային առարկա։ Այս ընթացքում մենք շուրջ 1700 վերականգնված ցուցանմուշ ենք ունեցել, ասեմ, որ կերպարվեստի համար սա ահռելի թիվ է, որովհետև կերպարվեստի նմուշի վերականգնման, լուրջ վերականգնմանը երբեմն տարիներ են գնում։ Կարծում եմ բոլորս էլ կհիշենք Սալոմեի պատմությունը, որը շուրջ 5 տարի ներկայացված չէր, որովհետև շուրջ 5 տարի վերականգնման process-ում էր գտնվում։ Եվ երբեմն մեկ նմուշի վերականգնման համար մենք մեր մասնագետները վերապատրաստվում են դրսում, մենք դրսից մասնագետներ ենք հրավիրում, սա այսինքն շատ մեծ ընթացք է, որովհետև վերականգնող նկարչի աշխատանքը մենք միշտ համեմատում ենք բժշկի աշխատանքի հետ, որովհետև մեկ սխալը կարող է զրկել ազգային արժեքից, պարզապես մշակութային արժեքից։ Հնգամյա այս շրջանում ֆոնդերի համալրման պետական ծրագրի, ինչպես նաև նվիրատվությունների եւ ձեռքբերումների շնորհիվ թանգարանի հավաքածուն համալրվել է նոր արժեքավոր նմուշներով։ Իսկ վերջին ձեռքբերումն Արշիլ Գորգու անանուն գրաֆիկական թերթերից մեկն է, որը 70,000 եվրոյով մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել Սոթբիս աճուրդային տնից եւ օրերս արդեն կհասնի Հայաստան։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։